Ապրիլի 22-ին Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը զինվորական նվագախմբի եւ պատվո պահակախմբի մասնակցությամբ։ Հնչել են երկու երկրի պետական օրհներ քերը։ Վրաստանի պաշտպանության նախարարությունում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքին եւ զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Թբիլիսիում այցելել է հերոսների հրապարակ, ծաղկեպսակ խոնարհել հուշակոթողին եւ հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում առաջադրել է ներքին գործերի նախարար Գելա Գելաձեին, որը կփոխարինի Մամուկա Մդինարաձեին, այս մասին Կոբախիձեն հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։ Մենք խորհրդարանին կներկայացնենք պարոն Գելա Գելաձեի թեկնածությունը պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնի համար։ Պարոն Մդինարաձեն էլ կառավարությունում կզբաղեցնի իրավապահ մարմինների համակարգման պետական նախարարի, ինչպես նաև փոխվարչապետի պաշտոնը։ Կոբախիձեն նաև տեղեկացրել է, որ ներքին գործերի նախարարի պաշտոնում Գելաձեին կփոխարինի Սուլհան Թամազաշվիլին, որը 2025 թվականի ապրիլից ղեկավարում է Աջերիայի ինքնավար հանրապետության կառավարությունը։ Անվտանգության մարմիններում ղեկավար պաշտոնների թեկնածուները նոր պաշտոններում կհաստատվեն Վրաստանի խորհրդարանի կողմից։ Երբ մենք քննարկում էինք Վրաստանի ընդդիմության դեմ գործողություններ կատարողների դեմ պատժամիջոցները, 26 երկիր աջակցեց մեզ եւ միայն մեկը դեմ արտահայտվեց։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ եւ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը։ Այս հարցերի շուրջ շատ լավ քննարկում է եղել։ Վերջին հաշվով մենք պետք է ավելի շատ համագործակցենք վրաց ժողովրդի հետ, այդ թվում Թբիլիսիից դուրս, որպեսզի նրանց ցույց տանք, որ Եվրամիությունը գոյություն ունի եւ որ մենք իսկապես բարի մտադրություններ եւ բարի կամք ունենք։ Բայց միևնույն ժամանակ մենք պետք է հստակ ազդանշաններ ուղարկենք Վրաստանի կառավարությանը, որ նրանց ընտրածուղությունը չի համապատասխանում եվրոպական արժեքներին։ Կալասը տեղեկացրել է, որ առաջիկայում կվերադառնան պատժամիջոցների հարցին։ Եվրոպան ավելի արդյունավետ կապեր է կառուցում Կենտրոնական Ասիայի հետ Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջոցով, հայտարարել է ընդլայնման հարցերով Եվրահանձնակատար Մարթա Կոսը։ Նրա խոսքով տարածաշրջանում Եվրամիության քաղաքականության առանցքային տարրերից մեկը տրանսպորտային եւ տնտեսական կապերի զարգացումն է։ Միասին մենք ցանկանում ենք զարգացնել տրանսպորտային, էներգետիկ եւ թվային նոր ուղիներ Հարավային Կովկասում։ Այս կապերը կարող են ավելի սերտորեն կապել Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ, նվազեցնելով ռազմավարական կախվածությունը։ Հյուսիսում եւ հարավում մոլեգնող պատերազմի պայմաններում Թուրքիայի եւ Հարավային Կովկասի միջով ի հայտ եկող առևտրային ուղիները կարևոր նշանակություն են ձեռք բերել։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ բանակային ավիացիայի հրամանատարությանը պատկանող CH-47 ծանր տրանսպորտային ուղղաթիռը վարժական թռիչքի ժամանակ կործանվել է Անկարայի Թեմելի թաղամասում։ Անձնակազմի շրջանում զոհեր չկան, ասված է Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Վթարի պատճառը կպարզվի մանրակրկիտ հետաքննությունից հետո։ Միացյալ Նահանգների նախագահը երկարաձգել է Իրանի հետ հրադադարը, որը լրանում էր այսօր։ Ես Պակիստանի խնդրանքով կերկարաձգեմ հրադադարը, մինչև Իրանն առաջարկ ներկայացնի եւ բանակցություններն այս կամ այն կերպ ավարտվեն, գրել է Դոնալդ Թրամփը Truth Social-ի էջում։ Միաժամանակ Սպիտակ տան ղեկավարը խոստացել է շարունակել իրանական նավահանգիստների շրջափակումը։ Նրա խոսքով Թեհրանը խնդրում է իրեն բացել Հորմուզի նեղուցը, սակայն դա տեղի չի ունենա, մինչև գործարք չկնքվի։ Թրամփը հավելել է, որ Միացյալ Նահանգների զինված ուժերը պատրաստ են արձագանքելու իրանական կողմի հնարավոր գործողություններին։ Պակիստանում նախատեսված էր Վաշինգտոն-Թեհրան բանակցությունների հերթական փուլը, սակայն իրանական կողմը հրաժարվել է մասնակցությունից։ Ըստ իրանական մամուլի երկրի իշխանությունը Միացյալ Նահանգների հետ շփումները համարում է ժամանակի վատնում։ Իրանի փոխանցմամբ Իսլամական Հանրապետությունն այս որոշումը կայացրել է Հորմուզի նեղուցի շրջափակման եւ Միացյալ Նահանգների չափազանց ու անիրատեսական պահանջների պատճառով։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախազգուշացրել է, բարձր պատրաստականության ռեժիմում են եւ անհրաժեշտության դեպքում կշարունակեն ռազմական գործողությունները։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ Իրանի նավահանգիստների շրջափակումը պատերազմական ակտ է եւ այդպիսով արդեն հրադադարի խախտում է։
Իրանի խորհրդարանի խոսնակի խորհրդական Մահդի Մուհամմադիի խոսքով Թրամփի առաջարկած հրադադարի երկարաձգումը ոչինչ չի նշանակում։ Պարտվող կողմը չի կարող պայմաններ թելադրել։ Շրջափակման շարունակումը ոչնչով չի տարբերվում ռմբակոծությունից եւ պետք է հարժանանա ռազմական պատասխանի։ Ավելին, Թրամփի առաջարկած հրադադարի երկարաձգումը անկասկած խորամանկություն է, անակնկալ հարձակման համար ժամանակ շահելու համար։ Ժամանակն է, որ Իրանը նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ միության երկրների արտգործնախարարները համաձայնության են եկել Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման շուրջ։ Նոր սահմանափակումները կսահմանվեն ի պատասխան Թեհրանի գործողությունների, որոնք խախտում են նավագնացության ազատությունը, առաջին հերթին Հորմուզի նեղուցում, որը նավթի համաշխարհային մատակարարումների համար առանցքային ուղի է։ Ըստ Կալասի, նավագնացության ազատությունը չի կարող փոխարինվել վճարի ranցման համար սխեմայով։ Պատժամիջոցների տակ հայտնված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ցանկերը կպատրաստվեն առաջիկա շաբաթներին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկիևիչսին։ Դիմավորման հանդիսավոր հրավերությունից հետո տեղի է ունեցել երկու պետությունների ղեկավարների առանձնազրույցը, ինչին հաջորդել են ընդլայնված կազմով բանակցությունները։ Այնուհետև Ադրբեջանի եւ Լատվիայի միջև ստորագրված փաստաթղթերի փոխանակման արարողություն է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Լատվիայի նախագահների մասնակցությամբ։ Ալիևը եւ Ռինկիևիչսը ընդունել են համատեղ հայտարարություն։ Համագործակցության մասին համաձայնագրեր ու հռչակագրեր են ստորագրվել եւ փոխանակվել ներքին գործերի, գյուղատնտեսության, արտաքին գործերի նախարարությունների միջև։ Բացի այդ, Ադրբեջանի պետական սահմանային ծառայության եւ Լատվիայի պետական սահմանային ծառայության միջև 2026-ից 27 թվականների երկկողմ գործակցության ծրագիր են փոխանակել։ Ադրբեջանն ու Լատվիան կամրապնդեն իրենց երկկողմ հարաբերությունները, հայտարարել է Լատվիայի նախագահը։ Ես շատ ջերմ ու բովանդակալից քննարկումներ ունեցա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քննարկեցինք երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունը եւ էներգետիկ հարցերը։ Որպես ռազմավարական գործընկերներ մենք ավելի սերտ քաղաքական եւ տնտեսական կապեր կկառուցենք, նշել է Լատվիայի նախագահը։ Բաքվում Իրանի դեսպանատնից կատեգորիկ հերքել են Իսրայելի ուժային կառույցների վերջին հայտարարություններն այն մասին, թե Իրանի հետ կապ ունեցող անձինք կամ կազմակերպությունները Իսրայելի շահերի դեմ գործողություններ են նախապատրաստել Ադրբեջանում։ Նման հայտարարությունների նպատակը Իրանի եւ Ադրբեջանի միջև պարակտում մտցնելն է։ Իսրայելական ահաբեկչական վարչակարգը փորձում է թշնամանք սերմանել հարևանների միջև սեփական նպատակներին այլոց հաշվին հասնելու համար։ Այս վարչակարգը մշտապես ձգտում է ընդլայնել հակամարտության աշխարհագրությունը եւ պատերազմը տարածել Իրանի սահմաններ։ Այդ իսկ պատճառով նրանք օրակարգ են բերել ապատեղեկատվության տարածումն ու օտար դրոշի ներքո իրականացվող գործողությունները։ Դրա մասին են վկայում առկա փաստերը, այդ թվում Նախիջևանի ինքնավար հանրապետության ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի կասկածելի հարձակումները, Կասպից ծովում նավահանգստային եւ նավագնացության ենթակառուցվածքների թիրախավորումը, ինչպես նաեւ տարածաշրջանի օդային ու ծովային ուղիներն ու տնտեսական գործունեությունը ապակայունացնելու փորձերը։ Վերոշ Արադրյալի համատեքստում անհրաժեշտ է դիմակայել Իրանի եւ Ադրբեջանի բարեկամական ու եղբայրական հարաբերությունների դեմ ուղղված իսրայելական ահաբեկչական վարչակարգի դավադրություններին եւ կործանարար գործողություններին, նշել են Ադրբեջանում Իրանի դեսպանատնից։ Մարոթ Հարվերդյան, Հարևաններ։